Այսօր ցանկանում եմ միասին ուսումնասիրենք Մարկոսի ավետարանի 14-րդ գլխի 22-ից 26 համարները։ Սա այն հատվածն է, որտեղ Հիսուսը իր աշակերտների հետ տոնում է վերջին ընթրիքը եւ բացահայտում է դրա իրական եւ վերջնական նշանակությունը։ Այս իրադարձությունը արձանագրում է նաեւ Ղուկասի, Մատթեոսի եւ Պողոս առաքյալի կողմից։ Եվ այս պատմությունը մեզ հիշեցնում է մի չափազանց կարևոր ճշմարտություն։ Մեր Փրկչի մահը պատմության պատահականություն չէ։ Այն տեղի է ունեցել Աստծո եւ նրա Քրիստոսի հստակ ծրագրի եւ նախախնամության համաձայն։ Նա պատմության գերիշխան Տերն է, որը վերահսկում է ամեն ինչ մինչև այսօր։ Եկեք միասին ընթերցենք Մարկոսի ավետարան 14-րդ գլուխ 22-ից 26 համարները։ Մինչ ուտում էին, Հիսուսը հացը վերցրեց, օրնեց, կտրեց ու տվեց նրանց եւ ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»։ Եվ վերցրեց բաժակը, գոհացավ, տվեց նրանց ու բոլորն էլ խմեցին դրանից։ Եվ ասաց նրանց. «Սա է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե այլևս որդի բերքից չեմ խմի, մինչև այն օրը, երբ նոր գինին խմեմ Աստծո թագավորության մեջ, եւ գոհության երգ երգելուց հետո ելան ձիթենյաց լեռը»։ Մեր կարդացած հատվածի գլխավոր միտքը հետևյալն է։ Հաղորդությունը հավատացյալին հիշեցնում է Հիսուսի զոհաբերական մահը, նոր ուխտի իրականությունը եւ ուղղում է նրա հայացքը դեպի ապագա արքայություն։ Նաեւ ձեզ համար մեկ հատ կարճ տարբերակ եմ պատրաստել։ Հաղորդությունը հավատացյալին հիշեցնում է Հիսուս Քրիստոսի մահով նոր ուխտի իրականությունը։ Երբ մենք մոտենում ենք տերունական սեղանին, որտեղ դրված է հացը եւ գինին, մենք հիշում ենք Հիսուսի կատարածը անցյալում, նրա գործի իրականությունը ներկայում եւ նրա խոստումը ապագայում։ Այս սեղանի կենտրոնում Հիսուսն է։ Նա է երևում, նա է մեծարվում, նա է ուշադրության կենտրոնում։ Նա է Աստծո անմեղ գառը, որ տվեց մեզ համար իր կյանքը։ Եվ այս հատվածում Մարկոսը ցույց է տալիս հաղորդության 3 նշանակություն։ Եվ այն հարցը, որ այս քարոզի ընթացքում պետք է պատասխանենք, հետևյալն է. Որն է հաղորդության նշանակությունը։ Որն է հաղորդության նշանակությունը։ Հաղորդության առաջին նշանակությունը տեսնում ենք 22-ից 23 համարներում։ Հռչակում է Հիսուսի զոհաբերական մահը։ Ինչպես հացի օրհնությամբ եւ կոտրմամբ եւ բաժակի օրհնությամբ։ Այսպիսով հաղորդությունը նախ եւ առաջ հռչակում է Հիսուսի մարմնի եւ արյան միջոցով նրա զոհաբերական մահը։ Նայեք Մարկոս 22-23 համարներին։ Մարկոսը ասում է մինչ ուտում էին։ Խնդրում եմ նայեք ձեր Աստվածաշնչերին։ Մարկոսը ասում է մինչ ուտում էին։ Սա շատ կարևոր մանրուք է։ Սա նշանակում է, որ Հիսուսը իր աշակերտների հետ զատկական ընթրիքներ ուտում։ Եթե նայեք 14-րդ գլուխ 18-րդ համարին, կտեսնեք, որ այսպես է գրում Մարկոսը. երբ սեղան նստած ուտում էին, Հիսուսն ասաց։ Այսպեսով տեսնում ենք, որ Հիսուսը նստած իր աշակերտների հետ ընթրիքն է ուտում։ Այսինքն այնինչ տեղի է ունենում այստեղ պատահական չէ։ Դա տեղի է ունենում հենց զատկի ընթրիքի ընթացքում։ Իսկ ինչ էր նշանակում այդ զատկի ընթրիքը։ Ինչու էր այդքան կարևոր այդ զատկական ընթրիքը։ Այս ընթրիքը հիշեցնում էր Աստծո փրկagorցությունը Իսրայել ազգին Եգիպտոսից։ Եթե հիշում եք, Եգիպտոսում Իսրայելը ստրկության մեջ էր։ Եվ Աստված որոշեց ազատել իր ժողովրդին եւ ուղարկեց պատուհասներ, աղետներ։ Ում վրա։ Եգիպտոսի վրա։ Եվ վերջին եւ ամենամեծ պատուհասը առաջնեկների մահն էր։ Այդ գիշեր Աստված ասաց, որ յուրաքանչյուր եգիպտական տան առաջնեկ որդի պիտի մահանա։ Բայց Աստված նաև տվեց փրկության ճանապարհ իր ժողովրդի համար։ Եվ ո՞րն էր փրկության միջոցը։ Փրկության միջոցը սա էր. յուրաքանչյուր իսրայելական ընտանիք պետք է
զոհաբերեր անարատ գառ, նրա արյունը քսեր դռան սյուներին եւ վերևի սեմին։ Եվ երբ Աստված անցներ Եգիպտոսի միջով եւ տեսներ այդ արյունը, նա անցնելու էր այդ տան վրայով։ Այդ պատճառով էլ այդ իրադարձությունը կոչվեց զատիկ, այսինքն անցնել վրայով։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ փրկությունը գալիս էր զոհաբերության միջոցով։ Այսինքն արյունը փրկում էր դատաստանից։ Եվ այս պատմությունը իր բոլոր մանրամասնություններով շատ խորը նշանակություն ունի, եւ դա աշակերտները շատ լավ գիտեին։ Եվ հիմա պատկերացրեք տեսարանը։ Աշակերտները նստած են Հիսուսի հետ եւ ուտում են այդ զատկական ընթրիքը։ Ասե որ ընթրիքի ժամանակ կար 4 գավաթ եւ յուրաքանչյուր ուներ իր նշանակությունը։ Եվ առաջին գավաթի ժամանակ, որը կոչվում էր սրբացման գավաթ, կատարում էին ընթրիքի բացումը եւ օրնում գինին։ Եվ իմաստն այն էր, որ Աստված առանձնացնում է իր ժողովրդին Եգիպտոսից։ Աստված առանձնացնում է իր ժողովրդին Եգիպտոսից։ Երկրորդ գավաթի ժամանակ, որը կոչվում է դատաստանի գավաթ, ուտում էին դառը խոտեր եւ պատմվում էր ելքի պատմությունը, որից հետո երգվում էր հալելի, այսինքն նշանակում է սա գովաբանություն, առաջին մասը, այսինքն Սաղմոս 113-ից մինչև Սաղմոս 114-ը։ Եվ իմաստն այն էր, որ Աստված ազատում է իր ժողովրդին ստրկությունից։ Եվ հենց երկրորդ գավաթի ժամանակ սկսվում է հիմնական ընթրիքը։ Սկսում էին ուտել գառը եւ անթթխմոր հացը։ Եվ հիմա այստեղ Մարկոսը ասում է, մինչ նրանք ուտում էին։ Այսինքն հենց ընթրիքի ընթացքի մեջ, գառը ուտելու ընթացքում, անթթխմոր հաց ուտելու ընթացքում Հիսուսը կանգնեցնում է այդ ամբողջ պատմությունը եւ ուղղում է նրանց հայացքը իր վրա։ Նա ցույց է տալիս, որ իրական զատիկը հենց իր զոհաբերական մահն է։ Եվ այստեղ կարևոր է շեշտադրել, որ զատկական տոնակատարությունը դա տերունական ընթրիքը չէ։ Բայց խնդրում եմ ուշադիր նայեք համարին եւ կտեսնեք, թե ինչ է անում այստեղ Հիսուսը։ Նա գիտակցաբար կապում է դրանք իրար։ Գիտեք ինչու։ Որովհետեւ եւ զատկական տոնակատարությունը եւ տերունական ընթրիքը պատկերում են նույն հոգեվոր իրականությունը։ Հիշեք, թե սկզբնական զատիկը ինչ էր պատկերում։ Այն պատկերում էր 3 կարևոր ճշմարտություն։ Առաջին՝ մարդու մեղավորությունն ու ստրկությունը, երկրորդ՝ Աստծո բարկությունն ու դատաստանը, եւ երրորդ՝ այդ դատաստանի հեռացումը անմեղ գառան արյան միջոցով։ Եվ հիմա Հիսուսը վերցնում է հացը, գոհություն է հայտնում, կոտրում է եւ տալիս իր աշակերտներին։ Սա պարզապես մի արարողություն չէ, սիրելի եղբայրս եւ քույրս։ Սա իր անձի բացահայտումն է, սա իր ինքնության բացահայտումն է, սա իր փրկարար առաքելության բացահայտումն է, սա իր շնորհի բացահայտումն է։ Նա ցույց է տալիս, որ ինքն է ճշմարիտ գառը, ինքն է զոհը եւ ինքն է փրկությունը։ Եվ ինչպես Ելիս 12-րդ գլխում զատիկը մատնանշում էր ապագա ազատարարին, այդպես հիմա այդ ազատարարն արդեն նրանց առջև է նստած։ Նա նրանց մեջ է։ Պողոս առաքյալ առաջին Կորինթացիս 5-րդ գլուխ 7-րդ համարում այսպես է գրում. մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեց։ Առաքյալն այստեղ մեզ հետ է տանում դեպի հին կտակարան եւ մեզ ցույց է տալիս, որ զատիկը նախատիպ էր, իսկ Քրիստոսը դրա կատարումը։ Այսպիսով հաղորդությունը մեզ հիշեցնում է, որ փրկությունը գալիս է ոչ թե մեր գործերից, այլ Քրիստոսի զոհաբերական մահից։ Այսպիսով ինչ է անում Հիսուսը այստեղ։ Նա վերցնում է զատկի 2 կարևոր տարրերը՝ գառան արյունով ֆիզիկական փրկության հիշատակը եւ ընթրիքի տարրերը, եւ դրանք վերափոխում է մի նոր հիշատակի, հոգեվոր փրկության հիշատակի, իր սեփական մարմնի եւ արյան միջոցով։ Ահա այն արմատական փոփոխությունը, որը կատարեց Հիսուսը։ Ինչպես զատկի ժամանակ գառն էր մորթվում եւ բաժանվում ընտանիքի անդամների միջև, այնպես էլ այստեղ Հիսուսը վերցնում է հացը, որպես իր մարմնի խորհրդանիշ, կոտրում է այն եւ տալիս իր աշակերտներին։ Ուշադրություն դարձրեք, Մարկոսն ասում է կոտրեց։ Վերցրեց, օրնեց, կոտրեց ու տվեց նրանց։ Եվ ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»։ Մարկոսն ասում է կոտրեց։ Նա պարզապես
չի տալիս հացը, այլ ինչ է անում, կոտրում է այն եւ նոր բաժանում։ Այս կոտրումը պատահական չէ, այն ցույց է տալիս, որ նրա մարմինը պիտի տրվի, պիտի կոտրվի մարդկանց համար։ Սա խաչի նախապատկերն է։ Բայց միևնույն ժամանակ սա նաև ցույց է տալիս, որ Հիսուսը ինքնակամ է գնում դեպի այդ ճանապարհով։ Նա այնպիսի զոհ չէ, որը բռնությամբ է վերցվում կամ տարվում։ Նա է, ով իրեն տալիս է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք նաև Հայր Աստծո փրկության ծրագիրը, ինչպես գրված է Եսայի մարգարեությունում։ Տիրոջ կամքն էր նրան ջախջախել շատերի փրկության համար։ Այսպիսով հացի կոտրումը միաժամանակ ցույց է տալիս Քրիստոսի իրական զոհաբերությունը, նրա կամավոր հնազանդությունը եւ Աստծո փրկարար ծրագիրը մեղավորների համար։ Հիսուսն ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»։ Եվ հենց այստեղ Հիսուսը ասում է մի նախադասություն, որը դարերի ընթացքում դարձել է ամենաշատ քննարկված եւ ամենաշատ սխալ հասկացված խոսքերից մեկը։ Այս պարզ եւ միաժամանակ խոր խոսքերը դարերի ընթացքում դարձել են վեճերի, սխալ ընկալումների եւ նույնիսկ հերետիկոսական ուսմունքների պատճառ։ Եվ չծանրաբեռնելով ձեզ նշեմ, որ գոյություն ունի այս խոսքերի վերաբերյալ 4 հիմնական մոտեցում։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտեցումը, որը կոչվում է գոյափոխություն, լութերական տեսակետը, որը կոչվում է իրական ներկայություն, բարեկարգյալ, այսինքն ռեֆորմատորների տեսակետը, որը կոչվում է հոգևոր իրական ներկայություն, եւ Ցվինգլի տեսակետը, այսինքն Ցվինգլին շեշտում է հիշատակի արարողությունը, որը իմ եւ շատ աստվածաբանների կարծիքով ամենալավն է ներկայացնում աստվածաշնչյան ուսուցումը։ Չնայած ոմանք պնդում են, թե հացն ու գինին իրականում դառնում են Հիսուսի մարմինն ու արյունը եւ նույնիսկ նորովի մատուցվում են որպես զոհ։ Սակայն այս մոտեցումը լրջորեն խեղաթյուրում է Հիսուսի խոսքերը, անցնելով դրանց իրական իմաստից։ Հիսուսը չի ասում, որ հացը բառացիորեն դառնում է իր մարմինը։ Հացն ու գավաթը խորհրդանիշներ են, որոնք նա ընտրեց, մատնանշելու իր մարմինը եւ արյունը։ Եվ կարևոր է հասկանալ, որ ամեն անգամ հաղորդությանը մասնակցելը չի նշանակում, որ Քրիստոսի զոհը կրկնվում է։ Եթե դա այդպես լիներ, ապա դա կխաթարեր ավետարանի հիմքը, քանի որ Սուրբ Գիրքը հստակ սովորեցնում է, որ Քրիստոսի զոհը մեկ անգամ է կատարվել եւ լիովին բավարար է։ Առաջի Պետրոս 3:18 Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար։ Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար։ Հռոմեացիների 6:10 նա մեռավ մեղքի համար մեկ անգամ։ Եբրայեցիների 9:28 Քրիստոսը մեկ անգամ զոհաբերվեց։ Այսպիսով հաղորդությունը զոհի կրկնություն չէ, այլ հաղորդությունը հռչակում է արդեն կատարված զոհաբերությունը։ Ուստի, երբ Հիսուսը ասում է սա է իմ մարմինը, մենք պետք է սա հասկանանք նույն կերպ, ինչպես նրա մյուս խոսքերը։ Ես եմ դուռը, ես եմ աշխարհի լույսը, ես եմ բարի հովիվը, ես եմ ճշմարիտ որդատունկը։ Եվ այս բոլոր փոխաբերական արտահայտություններն են, որոնք բացահայտում են նրա էությունը, ոչ թե ֆիզիկական նյութափոխություն են ցույց տալիս։ Կարևոր սահմանում հաղորդությունը ոչ թե Քրիստոսին է իջեցնում մեզ մոտ, այլ մեզ է բարձրացնում դեպի Քրիստոսը։ Ավելի պարզեցնեմ միտքս։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մեր միտքը ուղղվում է դեպի ավետարան։ Մեր սիրտը կենտրոնանում է Քրիստոսի վրա եւ մեր հավատքը կպնում է նրա ավարտված գործին։ Այսպիսով մենք տեսանք, որ զատկական ընթրիքի երկրորդ գավաթի ժամանակ Հիսուսը հացը կոտրելով կատարում է արմատական փոփոխություն։ Իր մարմնի խորհրդանիշով ցույց է տալիս հոգևոր փրկության իրականությունը։ Եվ սա էլ մեզ տանում է 23-րդ համարին, որն էլ տերունական ընթրիքի երկրորդ մասն է եւ կապված է երրորդ գավաթի հետ։ Այդ 23-րդ համարին։ Ապա վերցրեց բաժակը, գոհացավ, տվեց նրանց ու բոլորն էլ խմեցին դրանից։ Ասեմ, որ գինին զատկական տոնի անբաժան մասն էր եւ նա սահմանված էր, թե քանի գավաթ պետք է լիներ։ Դա տեղի էր ունենում 4 անգամ ընթրիքի ընթացքում։ Գավաթները ընթրիքի ընթացքում 4 անգամ են։ Եվ այդ 4 գավաթներից յուրաքանչյուրը համապատասխանում է իր այն 4 խոստումներին,
որ Աստված տվել էր Ելից 6-րդ գլուխ 6-ից 7 համարներում, եւ դա տվել էր իր ժողովրդին Եգիպտոսից ազատվելու վերաբերյալ։ Եկեք լսենք այդ խոստումները։ Ելից 6-րդ գլուխ 6-ից 7 համարները։ Սրանք Աստծո խոստումներն են։ Ելից 6-րդ գլուխ 6-ից 7 համարները։ Ուշադրություն դարձրեք Աստծո խոստումներին։ Առաջին խոստումը. դրա համար ասա Իսրայելի որդիներին, ես եմ Տերը։ Նայեք ինչ ասում Աստված. ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ես ձեզ հանելու եմ։ Սա համապատասխանում էր առաջին գավաթին։ Երկրորդ խոստումը. ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից։ Սա երկրորդ գավաթն էր, որը հիշեցնում էր այդ մեծ ազատագրությունը։ Երրորդ խոստումը. փրկելու եմ տարածված բազկով ու մեծ դատաստաններով։ Տեսնում եք, հանելու եմ, ազատելու եմ, փրկելու եմ։ Եվ չորրորդ խոստումը, ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը։ Սա չորրորդ գավաթն էր։ Պիտի դարձնեմ իմ ժողովուրդը։ Եվ մինչև այսօր, երբ նշում են Զատիկը, այս 4 գավաթները հիշեցնում են Աստծո այդ 4 խոստումները։ Բայց հիմա մի կարևոր հարց. Հիսուսը որ գավաթն է վերցնում եւ դարձնում տերունական ընթրիքի մաս։ Կարող եք հետ վերադառնալ Մարկոս 14-րդ գլուխ եւ տեսնել, եւ վերցրեց բաժակը, գոհացավ, տվեց նրանց ու բոլորն էլ խմեցին դրանից։ Այս հարցում մեզ օգնում է եւ Ղուկասի ավետարանը եւ Պողոսի առաջի Կորինթացիների 11-րդ գլուխ 25-րդ համարը։ Ղուկաս 22:20 Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Օսարակելը այսպես է գրում առաջի Կորինթացիս 11-րդ գլուխ 25 համար։ Նույն կերպ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով։ Քանի անգամ որ խմեք, այս արեք իմ հիշատակի համար։ Այսպիսով այս համարներից մենք տեսնում ենք, որ Հիսուսի վերցրած գավաթը գալիս է ընթրիքից հետո։ Իսկ սա նշանակում է, որ խոսքը վերաբերում է որ գավաթին, երրորդ գավաթին։ Եվ այդ երրորդ գավաթը կոչվում էր փրկագնման գավաթ։ Հիշեք երրորդ խոստումը. փրկելու եմ տարածված բազկով ու մեծ դատաստաններով։ Հիմա հարց մտորելու համար կարող է պատահականություն լինել, որ նոր կտակարանում Հիսուսը իր երկու ձեռքերն էլ մեկնած էր, երբ մեզ ազատում էր մեղքից եւ փրկություն բերում։ Եվ հիմա ուշադրություն դարձրեք, թե ինչ է անում Հիսուսը։ Ինչպես հացի ժամանակ, այնպես էլ այստեղ գինու հետ նա կատարում է արմատական փոփոխություն։ Քանի որ երրորդ գավաթը ցույց էր տալիս Եգիպտոսից ազատագրությունը, այժմ Հիսուսի կողմից դառնում է մեղքից ազատագրման խորհրդանիշ նրա արյան միջոցով։ Այնինչ մի ժամանակ հիշեցնում էր ֆիզիկական ազատագրությունը, հիմա հռչակում է հոգևոր փրկությունը։ Ինչպես Քրիստոսի զոհաբերական մահի միջոցով։ Բայց ինչ էր նշանակում այս երրորդ գավաթը։ Որն էր դրա իրական իմաստը։ Եվ հենց այս հարցը մեզ տանում է հաղորդության երկրորդ մեծ նշանակությանը։ Եվ որն է հաղորդության նշանակությունը։ Այն հաստատում է նոր ուխտը։ Հաստատում է նոր ուխտը։ Ինչպես է հաստատում նոր ուխտը։ Արյուն թափելով եւ շատերի համար։ Նայեք 24-րդ համարին։ Եվ ասաց նրանց. սա իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար։ Այստեղ Հիսուսը իր արյունը անվանում է ուխտի արյուն։ Զուգահեռ անցկացնելով 5 կտակարանի ուխտերի հետ, մասնավորապես Մովսեսի ուխտի հետ։ Հիշում եք, թե ինչ հաստատվեց հին ուխտում Սինա լեռան վրա։ Ելից 24-րդ գլխում տեսնում ենք, որ զոհաբերեցին կենդանի, եւ այդ կենդանու արյունը ցողվեց ժողովրդի վրա։ Այսինքն հին ուխտը վավեր դարձավ արյան միջոցով։ Եվ մենք Աստվածաշնչից գիտենք, որ Աստծո հետ հարաբերությունը միշտ հաստատվել է զոհի արյան միջոցով։ Եվ այժմ Հիսուսը վերցնելով գավաթը եւ տալով իր աշակերտներին, մատնանշում էր մի խոր հոգևոր իրականություն։ Նրա արյունը, որը թափվում է մեղավորների համար, դառնում է նոր ուխտի
կնիքը։ Եվ ինչպես Սինա լեռան վրա զոհի արյունը վավեր դարձրեցին ուխտը, այդպես էլ Հիսուսը, ով Աստծո անմեղ գառն է, իր արյամբ է նոր ուխտը վավերացնում։ Իսկ հին ուխտը դա մովսիսական ուխտն է, որը ցույց էր տալիս մեղքը, բայց ուժ չէր տալիս հնազանդվելու։ Ուստի Աստված խոստացավ նոր ուխտ։ Հիշում եք որտեղ Երեմիա 31-րդ գլխում։ Եվ Հիսուսի արյունոտ մահը որպես զոհ վավերացրեց այդ խոստացված նոր ուխտը։ Այսինքն հաղորդությունը մեզ հիշեցնում է, որ մենք ապրում ենք արդեն հաստատված նոր ուխտի մեջ։ Երբևէ մտածել եք ինչ է ուխտը։ Ամուսնացած մարդիկ ավելի լավ կպատասխանեն եւ հեշտ այս հարցին։ Այն օրինական պարտադիր խոստում է, որտեղ հարաբերությունների մեջ։ Օրինակ, եթե դու ամուսնացած ես, ես ամուսնացած եմ։ Ես ուխտ եմ կապել իմ կնոջ հետ եւ տվել եմ օրինական պարտադիր խոստում մեր հարաբերությունների մեջ։ Եվ Աստված, ով գերիշխան է, մեզ տվել է այդպիսի խոստում։ Նա մեզ հետ ուխտ է կապել, բայց ո՞րն է այդ ուխտի խոստումը։ Այն գրի առնված Երեմիա 31-րդ գլուխ 31-ից 34 համարները։ Բայց այս խոստումների բացատրությունը մենք տեսնում ենք նոր կտակարանում։ Եթե դուք բացեք Եբրայեցիս 8-րդ գլուխ 6-ից 12 համարները, մենք միասին կնայենք։ Եբրայեցիս 8-րդ գլուխ 6-ից 12։ Այք 6-րդ համարին։ Բայց հիմա նա այնքան ավելի գերազանց պաշտոնի հասավ, որքանով նա միջնորդն է ավելի լավ մի ուխտի, ավելի լավ խոստումների վրա հիմնված լինելով։ Տեսնում եք, որ Հիսուսն ունի ավելի գերազանց ծառայություն։ Ինչու՞։ Որովհետև նա է միջնորդը։ Հիմա նայեք 10-11 համարներին։ Այս է այն ուխտը, որ Իսրայելի տան հետ պիտի անեմ այն օրերից հետո, ասում է Տերը։ Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ։ Նրանց սրտում պիտի գրեմ դրանք, ու ես նրանց համար Աստված պիտի լինեմ։ Նրանք էլ ինձ ժողովուրդ։ Եվ նրանցից ոչ մեկը չի սովորեցնելու իր ընկերոջը, ոչ էլ որևէ մեկն իր եղբորը, ասելով. ճանաչիր Տիրոջը, որովհետև բոլորը պիտի ճանաչեն ինձ, փոքրից մինչև մեծը։ Հայք 10-րդ համարում ինչ է ասում Աստված։ Ասում է ես նրանց կտամ ցանկություն եւ կարողություն հնազանդվելու իմ օրենքներին։ Եվ խնդրում եմ նայեք 12-րդ համարին, եւս մեկ խոստում, որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն ու անօրություններն այլևս չպիտի հիշեմ։ Աստված 5 կտակարանում էր ներում մեղքերը, բայց այստեղ առաջի անգամ է, որ նա տալիս է դրա մասին օրինական խոստում եւ դա անում է իր որդու մահվան միջոցով։ Հիմա վերադառնանք նորից Մարկոս 14-րդ գլուխ։ Եվ նրանց ասաց. այս է նոր ուխտի մարյունը, որ թափվում է շատերի համար։ Հիսուսն ասում է. այս գավաթը ներկայացնում է իմ արյունը, որը թափվում է, վավերացնելու, այսինքն կնքելու այն նոր ուխտի խոստումը, որ Աստված տվել է ձեզ։ Հետևաբար հաղորդությունը մեզ ամեն անգամ հիշեցնում է, որ նոր ուխտը արդեն կնքված է Քրիստոսի արյամբ։ Մարկոսն ասում է. թափվում է շատերի համար։ Այս թափվել արտահայտությունը ինչ է հիշեցնում։ Նա հիշեցնում է տաճարի զոհաբերությունները, որտեղ արյունը թափվում էր որպես մեղքերի քավություն։ Եվ հիմա Հիսուսն ասում է, որ իր արյունոտ մահը վերջնականապես հաստատում է այդ ուխտը։ Բայց սա ամենը չէ։ Գավաթի իմաստի մեջ կա ևս մեկ չափազանց կարևոր ճշմարտություն, չափազանց կարևոր վարդապետություն։ Այն ոչ միայն նոր ուխտի արյունն է, որ թափվում է, ոչ միայն թափվում է մեղքերի ներման համար, այլ նաև շատերի համար։ Մարկոսը չի ասում բոլորի համար, այլ ասում է շատերի համար։ Սա կապված է այն ճշմարտության հետ, որ Քրիստոսի զոհը նպատակային է։ Սա սահմանափակ քավության վարդապետությունն է։ Այո, Հիսուսի արյունը բավարար էր բոլոր մարդկության համար, բայց այն սահմանափակ էր։ Այն վերաբերում էր որոշակի խմբի մասին, այսինքն նրա կողմից ընտրվածների։ Եվ այն ունի լայն սահմաններ հրեաներից, հեթանոսներից եւ բոլոր
ազգերից։ Մարկոս 10:45, որովհետև մարդու որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառային, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար եւ իր կյանքը որպես փրկագին տա։ Այսպիսով մենք արդեն ունենք ամբողջ պատկերը։ Կարծես փազլը հավաքվեց։ Հացը նրա մարմինը, գավաթը նրա արյունը եւ երկուսն էլ միասին հռչակում են ոչ միայն Հիսուսի զոհաբերական մահը, այլ նաեւ հաստատում են նոր ուխտը, մեղքերի թողությունը եւ շատերի փրկությունը։ Եվ վերջին, որն է հաղորդության նշանակությունը, տեսնում են 25-րդ համարում։ Որն է հաղորդության նշանակությունը, հիշեցնում է ապագա հույսը, հիշեցնում է ապագա հույսը։ Ինչպես է հիշեցնում, Հիսուսի հետ հաղորդակցությամբ եւ Աստծո արքայության գալուստով։ Հիշեք, հաղորդությունը ոչ միայն հռչակում է Հիսուսի զոհաբերական մահը եւ հաստատում է նոր ուխտը, այլ նաեւ հիշեցնում է ապագա փառքի հույսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե այլևս որդի բերքից չեմ խմի, մինչև այն օրը, երբ նոր գինին խմեմ Աստծո թագավորության մեջ։ Ահա Հիսուսը, ում ձեռքում է 4-րդ գավաթը, որը կապված էր ավարտի եւ փառքի հետ։ Եվ Մարկոսը մեզ ցույց է տալիս մի զարմանալի բան։ Հիսուսը հրաժարվում է խմել այդ գավաթից։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչու է Հիսուսը հրաժարվում խմել։ Գիտեք ինչու, պատճառն այն էր, որ 4 գավաթը կապված էր, հիշում եք Ելից 6-րդ գլուխ 6-ից 7 համարների Աստծո խոստումը, որ կարդացինք, այդ 4 մեծ խոստման հետ։ Հիշում եք ինչ էր ասում։ Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը եւ պիտի լինեմ ձեր Աստվածը։ Սա խոստում էր, որը դեռ չէր կատարվել։ Այն չէր վերաբերում միայն խաչին, այլ վերաբերում էր այն օրվան, երբ Աստված վերջնականապես ամբողջապես կհավաքի իր ժողովրդին իր երկնային արքայության մեջ։ Հետևաբար հաղորդությունը մեզ հիշեցնում է, որ պատմությունը դեռ ավարտված չէ։ Նորից նայեք 25-րդ համարին։ Մինչև այն օրը, երբ նորը կխմեմ Աստծո արքայության մեջ։ Որքան գեղեցիկ եւ խորը միտք է ասում այստեղ մեր Տերը։ Սա խոստում է, սա սպասում է եւ սա հույս է։ Դու սպասում ես այդ օրվան, դու սպասում ես Հիսուսին, դու սպասում ես Հիսուսի հետ մտերմիկ հաղորդակցությանը։ Պողոս առաքյալը այս իրականությունը նկարագրում է այլ բառերով, ասելով Տիրոջ սեղան եւ Տիրոջ ընթրիք։ Այսինքն սա մի ընթրիք է, որտեղ Քրիստոս ինքն է հյուրընկալողը։ Եվ դրա համար, երբ մենք ամեն անգամ մասնակցում ենք հաղորդությանը, սա նրա սեղանն է։ Նա է հյուրընկալողը եւ մենք հրավիրված հյուրերն ենք։ Կարծես մենք հիմա հավատով նստած ենք սեղանի շուրջ, հենց Քրիստոսի հետ։ Բայց մի օր սա բառացիորեն իրականություն է դառնալու եւ մենք Հիսուսի հետ ունենալու ենք կենթանի եւ անավարտ հաղորդակցություն։ Այսպիսով հաղորդությունը մեզ հիշեցնում է, որ մենք ոչ միայն փրկվածներ ենք, այլ նաեւ հրավիրված ենք ապագա արքայության սեղանին։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե այլևս որդի բերքից չեմ խմի, մինչև այն օրը, երբ նոր գինին խմեմ Աստծո թագավորության մեջ։ Հիսուսին 4 գավաթից հրաժարվելը աշակերտներին եւ մեզ ցույց է տալիս, որ տերունական ընթրիքը դեռ ավարտված չէ։ Ինչ որ առումով այն կիսատ է թողնված, բայց շարունակության խոստումով։ Եվ մի օր մենք բոլորս կնստենք այդ սեղանի շուրջ եւ այդ ընթրիքը կավարտենք Հիսուս Քրիստոսի հետ։ Մի քանի աստվածաշնչյան հաստատումներ այս ճշմարտության հետ կապված։ Մատթեոս 8:11 ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան եւ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայության մեջ կնստեն։ Ղուկաս 14:15 Երբ սեղանակիցներից մեկն այս բաները լսեց, նրան ասաց. Երանի նրան, ով Աստծո արքայության մեջ հաց կուտի։ Ղուկաս 12:37 Երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ գոտին մեջքին կկապի ու նրանց սեղան կնստեցնի եւ կանցնի ծառայելու։ Պատկերացնում եք այս իրականությունը։ Հիսուսը մեզ է ծառայելու։ Իհարկե ունենք նաև հայտություն 19-րդ գլուխ 9-րդ համարը,
որտեղ բացվում է գեղեցիկ պատկեր։ Կարծում եմ սա եւս տերունական ընթրիքի պատկերն է նկարագրում։ Նայեք ինչ է ասում Հովհաննեսը. «Եվ ինձ ասաց, գրիր, երանելի են գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները»։ Եվ ինձ ասաց, սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Ահա Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս մի հարսանիք, որ երկրային հարսանիքները պարզապես մառախուղի պես կկորչեն նրա փառքի առջև։ Այդ հարսանիքը գառան հարսանիքն է։ Այն միակ եւ կատարյալ միությունը, որտեղ հարսը եկեղեցին վերջապես կհանդիպի Փեսային, Հիսուս Քրիստոսին։ Այստեղ ամեն բան կենտրոնացած է մեկ անձի շուրջ, Փեսայի։ Այդ օրը չեն մեծարվելու մարդը եւ նրա գեղեցկությունը, այլ միայն Հիսուսը, փառքի թագավորն ու փրկության հեղինակը։ Սա կատարյալ միություն է։ Այստեղ այլևս բաժանում չի լինի, հերավորություն չի լինի։ Այն, ինչին հավատով ենք սпасել, իրականություն կդառնա։ Եվ սա կատարյալ ուրախություն է։ Այդ օրը ոչ ոք չի լացելու։ Ոչ մի սեղանի մոտ չի լինի թաքուն ցավ կամ դատարկ աթոռ։ Ամեն բան լցված կլինի հավիտենական ուրախությամբ։ Եվ սա կատարյալ փառք է։ Հարսանիքի կենտրոնական դեմքը Հիսուսն է։ Նա զովրեցին։ Նա է, ով մեզ կանչեց, մաքրեց եւ հագցրեց փառքի հագուստով։ Համար ամեն երկնային հրավեր ժամանակավոր է, սիրելի եղբայրս եւ քույրերս, բայց սա հավիտենական հրավեր է, որը չի տրվում պատահականորեն։ Այն տրվում է նրանց, ում գառը փրկեց իր արյամբ։ Այսօր ամեն մի իրական հավատացյալ իր ձեռքում ունի այդ հրավիրատոմսը, Հիսուսի արյամբ կնքված։ Հարցն այն չէ, արդյոք հրավիրված ես, այլ պատրաստված ես։ Քանի որ այդ օրը մոտենում է, եւ երբ Փեսան գա, օրհնյալ կլինեն նրանք, որոնք կհանդիպեն նրան, որպես սպասված սիրելի, այլ ոչ թե անծանոթ։ Եվ ինչպես Հիսուսի պարագայում տերունական ընթրիքը բերեց երկրպագություն եւ գոհություն, այդպես էլ մենք մոտենանք մեր առջև բացված սեղանին գոհությամբ եւ երկրպագությամբ։ Նայեք 26-րդ համարին։ Եվ գոհության երգ երգելուց հետո ելան ձիթենյաց լեռը։ Տեսեք, թե ինչպես է Հիսուսը երգում եւ նրան ձայնակցում են աշակերտները։ Նա գնում է խաչելության, նա գնում է խաչվի։ Նրան ժամեր են մնացել, որ դավաճանեն, մտրակեն, մերկացնեն, ծաղրեն, գանահարեն եւ խաչից կախեն։ Բայց ինչ է անում նա։ Նա երգը շուրթերին է գնում։ Որքան օրինակելի է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Այն Քրիստոսը, ում մահը մենք հռչակում ենք, ում արյամբ հաստատված նոր ուխտի մեջ ենք, ում հետ ապագայում պիտի լինենք, նա արժանի է մեր երկրպագությանը այսօր։ Եվ ինչպես Մեթյու Հենրին էր գրում, մեջբերում է Մեթյու Հենրիի գրառումը։ Սա Հիսուսի կարապի երգն է, որը երգեց իր մահվան ժամերից առաջ։ Եվ հավանաբար Հիսուսը երգում էր Սաղմոս 116-ի առաջին 4 տողերը։ Եվ ցանկանում եմ այդ բառերի ընթերցանությամբ վերջացնենք մեր այսօրվա պատգամը եւ միասին ճաշակենք տերունական ընթրիքը։ Սաղմոս 116 1-ից 4 համարներ։ Սիրում եմ Տիրոջը, քանի որ նա իմ ձայնն ու աղերսանքը լսեց, քանի որ իր ականջն ինձ խոնարհեցրեց, ուստի ամբողջ կյանքումս նրան եմ կանչելու։ Մահվան վշտերն ինձ պատեցին, ու դժոխքի ցավերն ինձ բռնեցին, նեղություն ու դառնություն գտա։ Այն ժամ Տիրոջ անունը կանչեցի, աղաչում եմ, ով Տեր, փրկիր իմ անձը։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք, կարճ աղոթք անենք, որից հետո կարող ենք տերունական ընթրիքը ճաշակել։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, փառք ենք քեզ տալիս քո սիրո համար, փառք ենք քեզ տալիս քո մարմնի համար, որ կոտրվեց շատ մեղավորների համար, եւ փառք ես քո արյան համար, որ թափվեց շատերի համար, եւ փառք ես, որ քո արյամբ կնքվեց եւ հաստատվեց նոր ուխտը, եւ փառք ես քո շնորհի համար, փառք ես քո արյան զորության համար, որ այլևս մահը իշխանություն չունի եւ ոչ էլ կարող է մեզ խայթել,
եւ փառքեզային ապագա հույսի համար, որտեղ էլ ուղղել ենք մեր հայացքը եւ սպասում ենք քեզ քո երկրորդ գալստյանը։ Օգնիր, որ կարողանանք այս հույսին համապատասխան կյանքեր ապրել այստեղ։ Եվ հիմա էլ օգնիր, որ խորը գիտակցությամբ մոտենանք հաղորդության սեղանին։ Թող այն մեզ համար օրհնություն լինի։ Թող այն մեզ օգնի կենտրոնանալու քո վրա, կենտրոնանալու քո կատարած գործի վրա, որը կատարեցիր անցյալում, շարունակում ես հիմա կատարել մեր կյանքերում եւ նաեւ ապագայում ունես խոստում։ Այս ամենը խնդրում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, հիմա եւ միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։